Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես բացահայտ քաղաքական հետապնդում և իրավական առումով սնանկ աբսուրդ։ Ըստ փաստաբանի, տնտեսական բնույթի մեղադրանքները զուրկ են որևէ ողջամտությունից, քանի որ Կարապետյանի կատարած բարեգործություններն անգամներով գերազանցում են վարույթում նշված ենթադրյալ գումարները։ Նա խիստ անհամաչափ է համարել կիրառված տնային կալանքը, որը խոչընդոտում է վարչապետի թեկնածուին լիարժեք մասնակցել նախընտրական ցուցակների ձևավորմանը մինչև ապրիլի 23-ի վերջնաժամկետը։ Չնայած նրա ձևակերպմամբ ապօրինությունների շղթային, Վարդևանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանը պահպանում է լավատեսությունը, իսկ պաշտպանական կողմը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը։ Ի վերջո սա միակ քրեական վարույթն է, որտեղ մի մեղադրանքով քրեական վարույթը սկսում են, ունենալով դրա շրջանակներում սահմանափակումներ, ընդլայնում են դրա աբսուրդային մեղադրանքը, բայց դրանով էլ չեն սահմանափակվում։ Երբ մենք միջնորդում էինք այս քրեական վարույթի, եթե չեմ սխալվում, 4-րդ ամսին, որ մաս անջատեն, գործը ուղարկեն դատարան, վստահ եմ կհիշեք քննչական կոմիտեի նույնիսկ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ մաս անջատելու գործիքակազմ չկա։ Գիտեք ինչ ենք ստացել այս 135-36 հատորների հետ միաժամանակ, մաս անջատելու մասին որոշում։ Հիմա ոնց է ստացվում, որ 5 ամիս առաջ, երբ Սամվել Կարապետյանը կալանավորված էր, գտնվում էր Երևան կենտրոն բանտում, մենք խնդրում էինք, որ գործը շուտ ուղարկեք դատարան, որ ամբողջ հանրությունը տեսնի սա ինչ աբսուրդ է, իրենք ասում էին մաս անջատել չենք կարող, բայց հիմա կարողացան։ Այս գործը հետևաբար նաև ֆանտաստիկայի հնարավորություններ է տալիս քննչական եւ դատախազական ներկայացուցիչներին։ Կրկին գործընկերներ, սա աբսուրդ է, սա քաղաքական հետապնդում է, սա սնանկ է իրավական առումով։ Այս գործը այլ կերպ ասած նման է ջրին, բայց ջուրը եթե կարող ես խմել եւ ջուրը կյանքի հետ է ասոցացվում, այս գործը ասոցացվում է բացառապես ապօրինությունների շղթայի հետ։ Եվ տնային կալանքը րոպե շուտ պետք է վերացվի։ Րոպե շուտ։